Ամռանը արևի ճառագայթները որքան հաճելի, այնքան էլ կարող են վտանգավոր լինել, հատկապես խնդրահարույց մաշկ ունեցողների համար։ Դեռահասների շրջանում ամենատարածված մաշկային խնդիրներից է ակնեն։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ինքնաբուժությունից եւ չառաջնորդվել տարածված միֆերով։ Տարածված միֆ կա ժողովրդական, որ իբր չորացնում է արևը ակնեն եւ բուժում է, բայց իրականում հակառակ էֆեկտը կարող է թողել եւ ավելի բորբոքել, գրգռել մաշկը։ Հատկապես երբ մենք ամռան եղանակին լավ քրտնում ենք, այդ քրտինքի միջավայրում կարող է ավելի բորբոքումը խորանալ։ Մասնագետը նշում է ակնեի առաջացման պատճառները։ Առաջինը նախատրամադրվածությունն է գենետիկ ճարպոտ մաշկը, որը նպաստում է ակնեին։ Կարող է առաջանալ հորմոնալ տատանումներից ելնելով, հատկապես դեռահասային տարիքի, երբ հորմոնալ շեղումներ կարող են լինել, տատանումներ եւ կարգավորված չեն դեռևս ճարպագեղձերի ֆունկցիան։ Ամենատարածվածը հենց այդ ժամանակաշրջանում է։ Որ խնդիրը չխորանա եւ չառաջանան հետակնեային սպիներ, որոնց շտկումը ավելի դժվար է, քան բուն ակնեի բուժումը, պետք է ժամանակին դիմել մաշկաբանի։ Կարևոր է նաեւ հետեւել սննդակարգին, մասնավորապես սահմանափակել քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները։ Մաշկը արևի վնասակար ազդեցությունից, ծերացումից, այրվածքներից պաշտպանելու համար անհրաժեշտ է, ավելին պարտադիր է արևապաշտպան միջոցների օգտագործումը։ Ոչ միայն ամռանը, տարին 12 ամիս պարտադիր։ Պաշտպանում է մեզ արևի վնասակար ազդեցությունից, արևը իհարկե կարևոր մասն է կազմում մեր կյանքի եւ օգտակար է, բայց պետք է այն գրագետ օգտագործել։ Պետք է ընտրել նախ լավ որակի արևապաշտպան եւ ուշադրություն դարձնել հետեւյալ գործոններին։ Արևապաշտպանը պետք է լինի broad spectrum կամ վրան նշված լինի UVA + UVB, այսինքն բոլոր տեսակի արևային ճառագայթներից պաշտպանի ձեզ։ Հուլիսը ամբողջ աշխարհում հայտարարված է ուլտրամանուշակագույն ճառագայթման իրազեկման ամիս։ Մասնագետը հիշեցնում է, մաշկային խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է արևայրուք ընդունել մինչև առավոտյան 11-ը եւ արդեն ժամը 4-ից հետո։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, Լուրեր։